Ինքնաբուժությամբ զբաղվելու վտանգը կայանում է նրանում, որ պացիենտը առանց գիտակցելու կամ գիտելիքների պակասի պատճառով, հմտությունների պակասի պատճառով սկսում է ճնշել ախտանիշը և չի ճանաչում հիվանդությունը տվյալ պարագայում, տվյալ դեպքում։ Եվ դրանով ճնշելով առաջացնում է նոր քրոնիկ հիվանդություն, այսինքն ախտանիշը ճնշելու դեպքում միշտ այդպես է, առաջանում է նոր խնդիր, նոր հիվանդություն։ Նաև ժամանակակից մեթոդոլոգիայով բուժողներից շատերի մոտ նոր հիվանդություններ են առաջանում և այդպիսի մարդկանց որպես կանոն և ինքնաբուժությամբ զբաղվողներին և ժամանակակից մեթոդներին դիմողների, երբ որ շատ են դիմում, այդպիսի մարդկանց էլ է լինում դժվարությամբ բժշկել, զուտ այն պատճառով, որ ախտանիշները ճնշելով բազմաթիվ կողմնակի ազդեցությունների պատճառով առաջանում են նոր քրոնիկ հիվանդություններ, մեկ և ավելի։ Կողմնակի ազդեցությունը, եթե մեթոդը բժշկական ասում է, որ առանց կողմնակի ազդեցությունների անհնար է օգնել պացիենտին, ապա դրանով այդ մեթոդը վկայում է, որ ինքը անզոր է բժշկել։ Կողմնակի ազդեցությունները նոր հիվանդություններ են և կլասիկ բժշկության մեջ, կլասիկ հոմեոպաթիայի մեջ այդ կողմնակի ազդեցությունները ընդունվում են, այսինքն որպես նոր հիվանդություններ և այդ իսկ պատճառով հոմեոպաթիկ մեթոդը հրաժարվել է կողմնակի ազդեցություններ առաջացնող մեթոդներից և անցել է բժշկման մեթոդին, այսինքն հիվանդությունը առանց կողմնակի ազդեցությունների դուրս հանել հնարավորինս չափով և պացիենտին օգնել առանց նոր հիվանդություն առաջացնելու։ Ուրեմն կողմնակի ազդեցությունների մասին կարելի է շատ խոսալ, բայց միտքը այն է, որ ինքնաբուժությամբ զբաղվողները, նույնիսկ եթե բուսական, այսինքն միջոցներով են ուզում օգնել իրենց, շատերի մոտ սխալ մոտեցման պատճառով դրանցով էլ են վնասում, օրինակ թուրմ սարքելուց, եթե միաժամանակ խառնում են մի քանի պրեպարատներ կամ հումք կամ բուսական որևէ մաս, եթե ինգրեդիենտը խառն է, այսինքն մեջի մասերը շատ են և բաղադրամասերը, ապա դա կարող է նաև վնասել պացիենտին։ Նաև թուրմերը սարքելուց, եթե թուրմը շատ թունդ է սարքում, կարող է մեծ վնաս առաջացնել, այսինքն սկզբից 2-3 անգամը պալիատիվ ձևով կարող է օգնել, բայց հետագայում հնարավոր է առաջացնել նոր խնդիր։ Նույնիսկ բուսաբուժությամբ զբաղվողները պետք է զգուշորեն մոտենան։ Այստեղ ավելի շատ հմտություն է պետք ճանաչել հիվանդությունը և ճիշտ ախտորոշել և հիվանդության սկզբնական արմատը գտնելը, որովհետև կարող է օրինակ լյարդը չցավալ, ստամոքսը ցավալ կամ քրոնիկ լինի պացիենտի մոտ այրոց։ Այդ պացիենտը սկսում է ստամոքսը բուժել, բայց պարզվում է, որ լյարդի հիվանդության պատճառով է այրոց եղել։ Կարող է լինել դռներակի հիպերտենզիա և բոլորը վերագրեն նույն ստամոքսի հիվանդություն են, որոշները երիկամների հիվանդություն են, որովհետև կոլիկները, այսինքն այդ ցավերը կարող են երիկամների կողմից զգալ, բայց պարզվում է, որ դռներակի հիպերտոնիայի հիվանդություն թաքնված է կամ հիպերտենզիայի կամ լյարդում, կամ որոշակի մասն նաև լյարդ-սիրտ համակարգում։ Եվ այսպես շարունակ։ Եվ հաստաղիքը կարող է ցավել իրականում երիկամի հիվանդության պատճառով եւ այսպես շարունակ։ Թութքը կարող է լինել լյարդի հիվանդության պատճառով, թութքը կարող է լինել քրոնիկ ինֆեկցիոն հիվանդություն, միզասեռական, այսինքն քրոնիկ սեռավարակի պատճառով,
Տուտ կարող է լինել գլխուղեղի աշխատանքի թերֆունկցիայով ճիշտ պատճառով։ Եվ ինքնաբուժությամբ սովորաբար զբաղվողները կենտրոնանում են կոնկրետ ախտանիշի վրա, այսինքն կոնկրետ իրենց դա է հետաքրքրում, այլ ոչ թե պատճառը, եւ սխալմունքը կայանում է հենց այդտեղ, այսինքն հենց ախտանիշով են տարվում եւ ճնշում է այդ ախտանիշը եւ առաջանում նոր խնդիր, օրինակ, եթե շատ ճնշեն ստամոքսի խնդիրը, քրոնիկ այրոցները, եթե անդադ սոդայաջուր խմեն, հետո կերակրափողի հիվանդություն է առաջանալու եւ ստամոքսի լորձաթաղանթների քրոնիկ թերֆունկցիաներ է առաջանալու եւ բերելու է նաեւ լորձաթաղանթների բորբոքման։ Եվ եթե ֆերմենտատիվ ձևով են ազդում կամ հակաբիոտիկներով ստամոքսի խնդիրներին, կարող է առաջանալ էրոզիա, սկզբից խոց, հետո հնարավոր է էրոզիաներ առաջանան եւ այդպես շարունակ։ Այսինքն այստեղ կարևորությունը պետք է տրվի հիվանդության արմատը գտնելու, այլ ոչ թե ցավը չկա, ուրեմն առողջ է։ Այսինքն այդ մեթոդը, որով այսօր զբաղվում են ժամանակակից եւ բժշկությունը, ալոպաթիկ եւ պացիենտներ շատերը, դա բերում է ինքնաոչնչացման դանդաղ կամ առողջության կորուստի կամ դանդաղ մահի։ Եվ նույնն վերաբերում է նույն քիմիոթերապիան եւ ճառագայթումները, այլ մինչեւ օրս քիմիոթերապիան բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում չկա դեպք, երբ քիմիոթերապիան կամ ճառագայթումը բժշկել է։ Այո, եղել է դեպք, երբ որ ժամանակը ինչ-որ շրջան ժամանակ են շահել, բայց հետո անկումը ավելի արագ է գնացել։ Վերջնական հաշվարկով այդ ժամանակներ են կորցրել։ Որոշ դեպքերում եղել է, որ մարդկանց բախտը բերել է, բայց դա Աստծո օգնությամբ է եղել, Աստծո հրաշքով։ Հնարավոր չի քիմիոթերապիայով մարդը վերջնական բժշկվի, կարող է որոշ սիմպտոմներ սառեն, բայց հիմնականում, եթե քիմիոթերապիայից եւ ճառագայթումից կենդանի է մարդը մնում, դա Աստծո հրաշքն է։ Եվ այսպես հիմնական միտքը, որ եթե պացիենտը որոշել է բժշկվել, այլ ոչ թե ճնշել հիվանդությունը, ապա ինքնաբուժմամբ եւ նաեւ ժամանակակից մեթոդին, ալոպաթիկ մեթոդին դիմելը վտանգավոր է իր առողջությանը։ Առողջ